Պարոն Դանիելյան, բարև ձեզ նորից։ Հարմար է, խոսենք։ Այո։ Պարոն Դանիելյան, ուզում եմ խոսենք խաղաղության համաձայնագրի մասին։ Ինչ է կարծում, ի վերջո Ադրբեջանը այդ փաստաթուղթը ստորագրելու է, թե չէ։ Ակնհայտ է, որ սա ևս մեկ խաբկանք է Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված խաղաղության քողի տակ նոր հանձնումներ իրականացնելու նպատակով այս թատրոնը նրանք ստեղծել են։ Այդ նոր հանձնումները մասնավորապես նկատի ունեմ սահմանադրության մեջ ընդունվելու եւ հրաժարվելու այն կետերից, որոնք կպարտադրվեն Ադրբեջանի կողմից, այսինքն անկախության հռչակագրի ցեղասպանության Արցախի վերաբերող բոլոր հարցերից հրաժարվելը, մեր ինքնությունից հրաժարվելը Նիկոլ Փաշինյանի կարծիքով նրան հնարավորություն կտա եւս որոշ ժամանակ խաբել ժողովրդին այս կեղծ խաղաղության թեզը առաջ տանելու համար, բայց ինչպես տեսնում եք, անգամ այդ նոր հանձնումները քիչ են Ադրբեջանի ղեկավարին եւ նա նոր հանձնումներ է պահանջում եւ ես կարծում եմ, որ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվելու, քանի իշխանության Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը պարտության եւ պատերազմի սիմվոլ է հանդիսանում թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս։ Մարտի 30-ին Փարաքարում եւ Գյումրիում ընտրություններ են լինելու։ Ընդհանուր առմամբ սա ինչ կտա Հայաստանին եւ արդյոք ներքաղաքական պատերազմ կսկսվի Հայաստանում։ Ներքաղաքական պատերազմը սկսված է միակողմանի 2018 թվականի ապրիլի 23-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները բաժանեցին հասարակությանը սևերի եւ սպիտակների եւ ստեղծեցին բևեռացված հասարակություն։ Մեր խոսույթը պատերազմի մասին չէ, մեր խոսույթը խաղաղության մասին է, թե ներքին խաղաղության, թե արտաքին արժանապատիվ խաղաղություն ձևավորելու եւ վերականգնելու այդ խաղաղությունը։ 2018 թվականից ի վեր մենք տեսնում ենք հանձնումներ Նիկոլ Փաշինյանի տեսքով։ Նիկոլ Փաշինյանը գողացել է մարդկանցից հույսը Հայաստանի եւ Արցախի հայկական ապագայի վերաբերյալ։ Մենք պետք է վերադարձնենք այդ հույսը եւ վերադարձնենք գործով, ոչ թե խոստումներով եւ մարտի 30-ին Նիկոլ Փաշինյանը մերժվելու է ժողովրդի կողմից վստահաբար եւ այդ մերժումը ծնելու է նոր հույս, որ կարող է լինել զարթոնք, որը կբերի Հայաստանի Հանրապետությունը եւ հայկական Արցախի նոր հնարավորությունները հայկական օրակարգ։ Ես մտածում եմ, որ Նիկոլ Փաշինյանը բարտվելու է եւ դրա պատճառով են նրանք խառնվել իրար։ Ի վերջո, եթե ընդդիմադիրներին չհաջողվի հաղթանակ տանել եւ կրկին անգամ ՔՊ-ն հաղթանակ տոնի, սա կարող է արդյոք Հայաստանի վերջը լինել։ Տեսեք, նախ մենք գործ ունենք մի ռեժիմի հետ, որը պատերազմ է կեղծե, այսինքն շատ մեծ հավանականություն կա, որ Նիկոլ Փաշինյանը կարող է կեղծի նաև ընտրությունները եւ ակնհայտորեն նրանք օգտագործում են բոլոր հնարավորությունները ռեպրեսիաներ են կիրառում ընդդիմախոսների, ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ։ Տեսեք, եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի այս ընտրություններում, նա հաղթելու է մեծ ուրեմն խախտումների եւ վարչական ռեսուրսները օգտագործելու արդյունքում։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ապագան այսօրվա դրությամբ արդեն իրանց կարգախոսը նրանց համար անգամ չի գործում ապագա եւ կա ապագա, նրանց համար ամեն դեպքում ապագա չկա, որովհետեւ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները արդեն տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանի թիմը տանում է մեզ նոր գործոնների, նոր հանձնումները եւ իրենց խոսույթը նոր հանձնումների մասին է միայն եւ չկա որևէ բան, թե ինչ ենք մենք ձեռք բերելու։ Նրանք խոսում են միայն, թե մենք ինչ ենք տալու կեղծ խաղաղության քողի տակ։ Նիկոլ Փաշինյանը նույն խաղաղության քողի տակ Արցախը հանձնեց եւ նույն խաղաղության քողի տակ հանձնելու է Հայաստանի Հանրապետությունը։ Մեզ ներքաշում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նոր բախումների մեջ, աշխարհաքաղաքական տարբեր գերտերությունների
թելելով ուրիշ գերտերության դեմ Նիկոլ Փաշինյանը մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դեմ քայլերը ձեռնարկում, նաև մենք տեսանք, որ Գերմանիայից ինչ որ մեր ժողովրդի համար անգամ այն հայտ ինչ որ բաներ են բերվում, որի մասին տեղեկություններ չունենք տեղեկություններ, թե նրանք ինչ են բանակցում, բայց նրանք խափում էին սկզբից, ասում են, որ մենք ձեր մեջքի հետևում ոչ ոք չենք բանակցելու, բայց այսօր մենք տեսնում ենք, որ նրանք սեփական իշխանությունը պահելու համար պատրաստ են այո գնալ նոր զիջումների, մեր քաղաքացիները պետք է ոչ ասեն Նիկոլ Փաշինյանը, թե չէ այո, սա կլինի Հայաստանի Հանրապետության վերջի սկիզբ, որովհետև մենք արդեն եթե մենք այն ժամանակ ասում էինք, որ մենք անդունդում կհայտնվենք, մենք արդեն հայտնվել ենք այդ անդունդում եւ այդ հոսից հնարավոր է միասնական դուրս գալ ազգային ուժեր, ժողովուրդ միասնության այդ կոնսենսուսը ընդդեմ այս դավադիր ուժերի։ Պարոն Դանիելյան, արցախցիները ապրիլից արդեն զրկվում են միակ բնակապահովման ծրագրից 40+ դասերի մասին է խոսքը եւ ամսի 29-ին արցախցիները պատրաստվում են միահամուռ կերպով հրապարակում ոտքի կանգնել եւ բոյկոտել, որպեսզի այս ծրագիրը չավարտվի, որովհետեւ նրանք ասում են մեծ բնակարաններով ոչ մեկ չի ապահովել։ Այս մասով ինչ կասեք եւ ի վերջո այդ արցախցիների այսպես ասած ցույցը, որ պիտի կայանա, կհասնի իր նպատակին, թե ոչ։ Տեսեք, նախ ասեմ, որ արցախցիները մեր շատ սիրելի ով մեր այդ պայքարումը Նիկոլ Փաշինյանի դեմ նաև պետք է հասկանա, որ Նիկոլ Փաշինյանի ծրագրերը չեն խնդիրը, խնդիրը Նիկոլ Փաշինյանն է եւ մինչեւ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը նրանք չեն ունենալու ոչ տուն, ոչ հնարավորություն որևէ ձև արցախցիները այսօր խնդիր ունեն անգամ հայկական Հայաստանի Հանրապետությունում անձնագիր ձեռք բերելու մասով եւ աշխատանքի ընդունվելու մասով իրանք այդ սա խնդիրները փորձում են լուծել ինքնուրույն, պետությունները ոնց որևէ ձև աջակցություն չի հայտնում եւ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարը պետք սկսել իշխանապողության պահանջով եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցի վերականգնման հայկական Արցախի էջը չփակելու պահանջով, այսինքն ԵԱՀԿ Մինսկի խումբը վերաձևակերպելու եւ պահանջատեր դառնալու արցախցիների վերադարձին Արցախ, որը այսօր այո նոր իշխանության պարագայում ես հավանական եմ համարում, իսկ արցախցիները մեր այդ առաջի օրվանից պայքարում են փողոցում որոշ մեր ընկերներ, իսկ մնացած մեր հայրենակիցներին ես վստահեցնում եմ, որ պայքարն է միակ ճանապարհը, որ կարող ենք հասնել հաղթանակի եւ ես վստահ եմ, որ միասնականությունը կարող է ծնել այն հաղթանակը, որը մենք ունեցել ենք 88 թվականից ի վեր եւ 2018 թվականի հաղթանակներ, որոնք բաղձալի են եղել եւ ոսկե տառերով գրվելու են հայոց պատմության մեջ, այսօր այդ հաղթանակների կերտողը մենք ենք, խոսքս նաեւ վերաբերում մասնավորապես երիտասարդությանը, ովքեր պետք է դուրս գա եւ իրենց խոսքը ասի այս բոլոր հարցերի շուրջ։ Իսկ Արցախցի Տիգրան Ուլուբաբյանի խոշտանգման մասին ինչ կասեք։ Սա արդյոք էլի պատվիրված ինչ-որ մի բան էր։ Խոշտանգումները մարդու իրավունքների ոտնահարումը Նիկոլ Փաշինյանի դատաիրավական համակարգի եւ ուժային համակարգի ուրեմն բաղկացուցիչ մաս է դարձել ցավոք սրտի եւ մենք շատ ենք տեսել Լև Սամվել Վարդանի դեպքը նաեւ այլ դեպքեր, որ խոշտանգվել են մարդիկ, նաեւ նախկինում քննչական կոմիտեի ղեկավարի ձեռամբ եւ այլ ոստիկանների այս սա իշխանությունը, որը առանց որևէ վարանման կրակում է խաղաղ ցուցարարների վրա եւ սրանցից ինչ որ բան ակնկալել է այդ առումով ինքնախապեյություն է։